էներգիա ստանալու թմրամոլները, եթե իրենք այդ վատ լուրը չեն լսում, այդ վատ սարսափ ֆիլմերը չեն նայում, եթե իրենք տիկտոկյան ալիքներով, տելեգրամյան ալիքներով այդ մահավան մարկանց դիակները չեն տեսնում, իրենք խնդիրներ են ունենում, իրենք դառնում են բացասական էներգիա ցանկացող մարդիկ, իսկ եթե մարդը անընդհատ այդ բացասական էներգիան ստանում է, մարդը չի լինի առողջ, ինքը խնդիրներ կունենա, իր բիոէներգետիկ դաշտը կդառնա բացասական, ինքը խնդիրներ կունենա հոգեբանական, դեպրեսիա, անքնություն, նման մարդը չի կարողանա ինչ-որ ստեղծագործ աշխատանքով կախված է ալկոհոլից, նույնպես էլ այդ բացասական էներգիա կրող մարդիկ, ուտող մարդիկ, իրենք էլ կախված են այդ բացասական տեսարաններից։ Նման մարդկանց հեռախոսի մեջ միայն դիակներ է, միայն սպանություններ է, միայն այրան դրվագներ է, սարսափ տեսարաններ է ու շատ տարօրինակ նույնիսկ մարդիկ կան, որ տարօրինակ երաժշտություն են լսում, նույնիսկ այդ երաժշտության դատողականությունը, փերծերը կան, որ մարդուն տանում են, դարձնում են հոգեկան հիվանդներ, եւ մարդիկ կան, որ իրոք իրենց այդ հեռուստացույցի հեռախոսների մեջ տեսնում եմ եւ այդ երաժշտությունն է, անընդհատ իրենք լսում են եւ կամաց դառնում են շիզոֆրենիկներ, տանում են հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ, նույնիսկ իրենց հեռախոսների մեջ ոչ թե գեղեցիկ նկար է դրված հեռախոսի վրա, այլ մահացած մարդ, կախված կենտանի, եթե դուք ուշադրություն դարձնեք, կտեսնեք նման մարդիկ շատ կան ձեր տարածքում, որպեսզի դուք էլ խնդիրներ չունենաք, իշքան հնարավոր է նման մարդկանց մեջ քիչ շփվեք, որովհետև նման մարդիկ ոչ միայն իրենց էներգիան են տանում, հետո էլ սկսում են ձեզանից խլել ձեր էներգետիկան, որովհետև անընդհատ լսելով այդ երաժշտությունը, դիտելով այդ սարսափելի տեսարանները, այդ մահացած մարդկանց տեսարանները, իրենք ոչ թե էներգիա են ձեռք բերում, իրենք մահվան էներգիա են ձեռք բերում, նեգատիվ էներգիա են ձեռք բերում, եւ իրենց պետք է մարդ, որ իրենց կողքը նստի ու ինքը իր այդ նկարները ցույց տա, իր երաժշտությունը ցույց տա, որպեսզի այդ մարդու ձեր խլի այդ էներգիան։ Ոչ դուք նայեք, եթե ձեր շրջապատում են կան նման մարդիկ, ինչքան հնարավոր է նման մարդկանցից խուսափեք, սիրելիներս։ Բացի դրանից կա այսպիսի նաև իրավիճակ, գիտեք ինչ, պետք է անպայման մարդը ներե, այս վերջերս տեսա, որ 18 տարեկան երիտասարդիներ սպանել, 26 տարեկան տղա, ինչ-որ հայտնեցին, թե դա վենդետա է, այրան վենդետա է, որ այդ մարդու հայրը սպանել է իր եղբորը։ Ես շատ փոքր մարդ եմ, որ մարդու քննադատ եմ։ Գիտեք ինչ, Աստվածաշնչի մեջ կա այսպիսի տվյալներ, դրվագներ, որ մարդը հնուց է եկել, որ այրան դիմաց արուն են տալիս, Ադամ այրան դիմաց պետք է արուն տա ու Աստվածաշնչի մեջ, ոչ թե գտակարանի մեջ, որը գրված է արդեն Քրիստոսից հետո, այնտեղ նույնիսկ կային քաղաքներ, որտեղ որ եթե մարդը իր այրան վրեժն է լուծում, ինքը կարող է գա այդ ապաստարան քաղաքներում մնա, եւ եթե ինքը մտնում է այդ քաղաքից ներս, ոչ մեկը իրեն ոչ մի բան չի կարող անի։ Բայց սիրելիներս, մենք արդեն 21-րդ դարում ենք, մարդը պետք է ձգտի ամեն ինչ օրենքի սահմաններով հասնի, եթե այդ մարդը վատություն է արել, այդ մարդը սպանել է, օրենքի սահմաններով պետք է այնպես առաջ գնաս, որ գիտե թե երբ
ում որ ժամանակ է այդ իր արտահայտությունը ինքը իրականացնելու։ Գիտեք ինչ, եթե մարդը ինքը ստանում է, ինքը այդ մարդը նույնպես ինքը արդեն ինքնական ինքը դառնում է այդ մարդու նման։ Ես շատ մեծ փոքր մարդ եմ, ես իրավունք չունեմ քննադատելու, բայց ես գիտեմ, որ պետք է ամեն ինչին եւ մարդկային օրենք կա, պետք է հասնես այդ մարդկային օրենքով հաղթանակի իրավունքը պետք է գործել։ Գիտեք ինչ, եթե քարի դար չէ, ամեն մարդ մեկը մեկին սպան է, դա շատ սխալ է։ Ինչքան էլ կուզե այդ մարդը հանցագործ լինի, ինքը պետք է օրենքի առաջ պատասխան տալիս, եթե օրենքի առաջ չի պատասխան տալիս, ինքը Աստծո օրենքի առաջ 100% պատասխան է տալու եւ ինքը եւ իր շարակները։ Ինչի մասին եմ ուզում խոսել։ Ես խոսում եմ խոսել ներելու մասին։ Ներելը դա չի նշանակում, եթե այդ մարդը ու երեխային սպանել է, դու պետք է արտահայտություն չպահանջես, դա ներում չի համարվում, պետք է արտահայտությունը ճիշտ իրավական արտահայտությունը գործել, եթե այդ մարդը քո հանդեպ սխալ է վարվել, սա վերաբերվում է կանանց եւ տղամարդկանց, շատ մարդիկ իմ մոտ գալիս են, ամուսնալուծված են, իրենք ինչ-որ խնդրանք, նույնիսկ մարդիկ կան, ովքեր որ երկրորդ ընտանիքն են կազմել, բայց մինչև հիմա չեն մոռանում այն առաջի ընտանիքի հետ կապված վիճակները, իրենք անընդհատ այդ նեգատիվը տեսնում են իրենց ուղեղի մեջ, ես չեմ կարող ներել, ես չեմ կարող ներել, ես ասում եմ, դա չի նշանակում, որ դու պետք է ներես ու գնաս այդ մարդու հետ հաշտության, ես ինչ-որ գտնես կամ այդ մարդու հետ նորից համատեղ կյանք վարես, այդ չներելով դու ոչ թե այդ մարդուն ես վատություն անում, այդ չներելով սիրելիս դու քեզ ես վատություն անում։ Շատ կանայք, ովքեր որ խնդիրներ ունեն իրենց կանանց օրգանների հետ, շատ տղամարդիկ, ովքեր որ խնդիրներ ունեն իրենց սեռական օրգանների հետ, սրտի երեխաների հետ, իրենք հատկապես իրենց անձնական կյանքի մեջ եղել է դրվագներ, որ իրենք չենք կարողանում ներել եւ անընդհատ այդ դրվագը պատտեսնելով իրենց ուղեղի մեջ չեն ներում եւ դա ֆիզիկական մարմնի վրա նման խնդիրներ է առաջ բերում։ Պետք է անպայման մարդը ներե նաեւ գիտեք ինչ, ելի եմ ասում, ներելը չի նշանակում, երբ որ մարդը քեզ դավաճանում է, դու գնաս այդ մարդու հետ ապրես, չէ, ուղղակի դու պետք է մտքով թողնես այդ մարդուն, հասկանում եք, մարդիկ կան, որ նույնիսկ 10 տարի իրար հետ չեն ապրում, ամեն մեկը քանի ընտանիք են ունեցել, թողել են, եւ նույնիսկ իրենց այդ մտքերը չեն թողել, որ նույնիսկ իրենց թազա ընտանիքը վայելեն, հասկանան այդ ընտանիքի հաճույքը, անընդհատ այդ նեգատիվը իրենց մտքի մեջ տեսնելով, այդպես իրենք իրենց գցում են նեգատիվի մեջ։ Մարդը պետք է ներե։ Զավակը իրավունք չունի։ Ծնողը եւ զավակը իրենք ոչ պետք է ծնողին քննադատեն, ոչ է զավակին պետք է քննադատեն։ Ամեն մեկը իր կարողության չափով պետք է կարողանալ նեղեցած են։ Նման բան չպետք է լինի։ Ծնող զավակ հարաբերությունը դա ամենաամուր հարաբերությունն է, մեկը մեկին պետք է սիրեն, հարգեն, չպետք է քննադատեն, չպետք է մեկը մեկից շատ բաներ կա, պետք է լինի ներում։ Ներումը դա ամեն ինչ բուժում է, ամեն ինչ բերում գցում է լավ